Մի րոպե, երբևէ լսել եք պատմության այնպիսի դրվագի մասին, երբ թշնամին չկարողանալով հաղթել հայկական բանակին, գերեվարում է նրա տիրակալին, ինչի արդյունքում հաղթանակ տանում։ Հիմա եկեք պատմեմ մի պատմություն, որտեղ ամբողջ սցենարը շրջված է։ 12-րդ դարի վերջին Լևոն Մեծագործը Կիլիկիայում ստեղծում է հայկական հզոր եւ արագ զարգացող պետություն, ինչը չէր կարող չանհանգստացնել նրա հարևաններին, հատկապես Անտիոքի դքսությանը։ Արդյունքում երկու պետությունների միջև ձևավորվում է թշնամական եւ լարված հարաբերություններ։ Լևոն B-ի վերելքը կասեցնելու նպատակով Անտիոքի իշխան Բոհեմունդ III-ը նրան հրավիրում է Անտիոք, իբր բանակցություններ եւ համերաշխություն կնքելու համար։ Լևոնը սկզբից համաձայնվում է, սակայն վերջին պահին նա իմանում է, որ նրան ցանկանում են ձերբակալել։ Լևոնը փոխում է հանդիպման վայրը, ինչի արդյունքում գերեվարվում է ոչ թե նա, այլ հենց Բոհեմունդը։ Չնայած դրան, Լևոն Մեծագործը համաձայնում է իշխանին բաց թողնել, բայց միայն իրեն շահավետ պայմաններով։ Արդյունքում կնքվում է քաղաքացիական հաշտություն եւ դինաստիական կապ։ Լևոնի եղբոր դուստր Ալիսն ամուսնանում է Բոհեմունդի որդու հետ։ Նրանց որդի Ռայմոնդ Ռուբենը պետք է միավորեր երկու պետությունները։ Սակայն Ռայմոնդ Ռուբենը չկարողացավ կայուն իշխելու եւ Լևոն Մեծագործի մահից հետո գահը անցավ նրա 8-ամյա դստերը Զապելին։ Այսպիսով ավարտվեց Ռուբինյանների արական ճյուղի իշխանությունը եւ դրվեց Հեթումյան տոհմի իշխանության հիմքը Զապելի եւ Հեթում առաջինի ամուսնությամբ։ 1 րոպեն ավարտվեց, կհանդիպենք